Առաքյալները և Հրեաստանի կողմերում գտնվող եղբայրները լսեցին, որ հեթանոսների մեջ էլ են ընդունել Աստծո խոսքը, բայց երբ Պետրոսը Երուսաղեմ ելավ, հրեությունից դարձած հավատացյալները մեղադրում էին նրան և ասում. չթլփատված մարդկանց մոտ մտավ և նրանց հետ կերավ։ Եվ Պետրոսն սկսեց հերթով պատմել նրանց ու ասաց. ես Հոպպե քաղաքում աղոթում էի և հափշտակության մեջ մի տեսիլք տեսա. իջնում էր մի անոթ մեծ սփռոցի նման, 4 ծայրերից երկնքից կախված, որ հասավ մինչև ինձ մոտ։ Մինչ ակնապիշ նայում էի դրան, տեսա երկրի չրքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները։ Ես լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր. վեր կաց Պետրոս, մորթիր և կեր։ Բայց ես ասացի. քավ լիցի Տեր, որովհետև երբեք իմ բերանը պիղծ և անմաքուր բան չի մտել։ Երկրորդ անգամ երկնքից ձայնն ինձ պատասխանեց. ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու այն պիղծ մի համարիր։ Այս պատահեց 3 անգամ, և վերստին ամեն ինչ երկինք վերացավ։ Եվ ահա այն պահին 3 մարդ, որ Կեսարիայից ինձ մոտ էին ուղարկված, եկան և կանգնեցին այն տան առաջ, ուր ես գտնվում էի։ Եվ հոգին ինձ ասաց, որ գնամ նրանց հետ առանց երկմտելու։ Ինձ հետ եկան նաև այս 6 եղբայրները, և մենք մտանք այն մարդու տունը։ Եվ նա մեզ պատմեց, թե ինչպես իր տանը տեսել է հրեշտակին, որ իրեն ասել է. Հոպպե մարդ ուղարկիր և Պետրոս կոչված Սիմոնին կանչիր, որ քեզ պիտի ասի խոսքեր, որոնցով պիտի փրկվես դու, նաև քո ամբողջ տունը։ Եվ երբ սկսեցի խոսել, Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, ինչպես որ իջել էր մեր վրա սկզբում։ Հիշեցի Տիրոջ խոսքը, որ ասում էր. Հովհաննեսը մկրտեց ջրով, բայց դուք կմկրտվեք Սուրբ Հոգով։ Արդ, եթե Աստված միևնույն պարգևը նրանց ևս տվել է, ինչպես և մեզ, երբ Տեր Հիսուս Քրիստոսին հավատացինք, ես ինչպես կարող էի Աստծուն արգելք լինել։ Այս բանը լսելով լռեցին և փառավորում էին Աստծուն ու ասում. ուրեմն Աստված հեթանոսներին ևս դեպի կյանք տանող ապաշխարություն տվեց։